կային եւ ԱՅՈ-ի կողմից, ԱՅՈ-ն քարոզողների կողմից, արչի ծառայություն մատուցողների եւ ոչ քարոզողների կողմից։ Ոստիկանությունում այսօր ասուլիս էր հրավիրվել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախորդած օրերին եւ հանրաքվեի ընթացքում ոստիկանությունում ձևավորված օպերատիվ շտաբի աշխատանքն ամփոփելու համար։ Ընտրախախտումների վերաբերյալ քննչական կոմիտեն ստացել է 201 ահազանգ, հարուցվել է 12 քրեական գործ, 8 է Երևան քաղաքում, 4 է մարզերում։ Բոլոր փաստերը կան հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու համար, հայտարարում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Առանձին դեպքերի հետ կապված իրավապահ մարմինների կողմից իրականացվող նախաքննություններն ու հետաքննությունները նա ձևական գործընթաց է համարում։ ԱՄՆ դեսպանությունը Հայաստանի Հանրապետության իշխանություններին հորդորում է նոր օրենսդրական բարեփոխումներ իրականացնել համաձայն միջազգային ստանդարտների, մեծացնելու ընտրական գործընթացների անաչառությունը Հայաստանում։ Ռուսաստանին եւս պատերազմն Արցախում պետք չէ։ Ռուսաստանցի փորձագետ Դենիս Դվորնիկովը գալայի հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությանը եւ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգին։ Հանգստյան օրերին եւս իրավիճակը Ղարաբաղի ադրբեջանական սահմանին անհանգիստ ու լարված է եղել։ Հակառակորդի կողմից հայ դիժկապահների ուղղությամբ արձակվել է 3000 կրակոց։ Այսօր ոստիկանությունում ասուլիս էր հրավիրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին նախորդած շրջանում եւ հանրաքվեի ընթացքում ոստիկանությունում ձևավորված օպերատիվ շտաբի աշխատանքն ամփոփելու համար։ Ոստիկանության թվերն այսպիսին են. հանրաքվեի օրը եւ դրանից հետո ընտրախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներից, հասարակական կազմակերպություններից եւ քաղաքացիներից ստացվել են տարբեր բնույթի 452 տեղեկատվություն, դրանցից 427-ը քվեարկության օրը եւ դրանից հետո, իսկ 25-ը քարոզչության ընթացքում։ Ահազանգերի քարտեզի վիճակագրությունն այսպիսին է. 292-ը Երևանից, 160-ը մարզերից, ամենաշատը ահազանգեր եղել են Շիրակի մարզից, թվով 56-ը։ Ահազանգերի ստացման աղբյուրների վիճակագրությունն էլ այսպիսին է. ԶԼՄ-ներ 314, ՀԿ-ներ, ոչի անդամներ 21, ապա դիտորդներ, հանձնաժողովի անդամներ եւ այլն։ Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը եղել են ԶԼՄ ներկայացուցչի, հանձնաժողովի, վստահված անձի կամ դիտորդի լիազորությունների իրականացման խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձանց փոխարեն քվեարկելու, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու եւ այլ տեսակի խախտումների մասին։ Արդյունքում հարուցվել է 17 քրեական գործ։ Չնայած որ հանրաքվեին նախորդած խորհրդակցությունների ընթացքում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոսել էր հանրաքվեի գործընթացում քրեական գործերի մասնակցության բացառման մասին, հակառակը փաստող բազմաթիվ տեսանյութեր հայտնվեցին համացանցում։ Ըստ շտաբի ղեկավար ոստիկանության պետի առաջին տեղակալ ոստիկանության գեներալ լեյտենանտ Հունան Պողոսյանի, դա դեռ չի խոսում այն մասին, որ ոստիկանությունը թերացել է։ Դուք տեսանելի մասն եք ասում, մենք կատարել ենք լուրջ անտեսանելի աշխատանք, օպերատիվ աշխատանք։ Ինչ վերաբերում է տեսանյութերում առկա, փաստերին, դրանք բոլոր ուսումնասիրվում են։ Հանրաքվեի օր ընտրատեղամասերի դիմաց կարելի էր հանդիպել քաղաքացիների, որոնք իրենց ձեռքում ունեին ոստիկանության կողմից տրամադրվող 9-րդ ձևի մի ամբողջ տրցակ։ Հիշեցնենք, այդ փաստաթուղթը քաղաքացուն թույլ է տալիս քվեարկելու առանց անձնագրի։ Այս խնդրի մասին բարձրաձայնել էր նաև Ազգային ժողովի падգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Գալան ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյանից հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվել, որ իրենց կողմից տրամադրվող այդ փաստաթուղթը նման ծավալներով հայտնվել է քաղաքացիների մոտ, մեծացնելով ընտրակեղծիքի ռիսկերը։ Տեսանյութում հայտնվեց, համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ կար փաստաթուղթ, որ վերագրվում էր 9 ձևի, եթե հիշում եք։ Նրանց վրա չկան լուսանկարներ։ Լուսանկարները 9 ձևի անբաժանելի մասն են։ Ուզում է անձի ձեռքին տրցակով եղած լինել, ուզում է ենթադրելի ասվածով, անձի տվյալը ցուցակում մեկ տեղ է լինում։ Բացառվում է, որ անձի տվյալը ցուցակում եղած լինի մեկից մի քանի անգամ տեղում։ Դա մեկ։ A4 ֆորմատի չափի տեսք ունի այն տեղեկանքը, որ տրվում է ըստ գտնվելու վայրի
ընդգրկվելու ցուցակում։ Խնդրեցինք մասնավորեցնել, որ փաստաթղթից որքան է տրամադրել ոստիկանությունը, պարզվեց թվով 146, 9-րդ ձև է տրամադրվել եւ մի քանի անգամ շատ լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին փաստաթուղթ։ 16856 ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակում, 140 գործողվող ոստիկանների լրացուցիչ ցուցակում, 270 հաշվառում չունեցողների լրացուցիչ ցուցակում, 1542 հիվանդանոցների լրացուցիչ ցուցակ։ Ընտրակեղծարարներին վարչապետ Հովիկ Աբրամյանը արչի ծառայություններ մատուցողներ էր անվանել, այս հայտարարությունից Հունան Պողոսյանը տեղյակ չէր, բայց ըստ նրա դա էական էլ չէ, կարևորը օբյեկտիվ քննությունն է։ Կային եւ ԱՅՈ-ի կողմից, ԱՅՈ-ն քարոզողների կողմից, արչի ծառայություն մատուցողներ եւ ոչ քարոզողների կողմից։ Արչի ծառայություն մատուցողներ։ Անունները քիչ թե շատ վատ իմաստով կամ լավ իմաստով, ես չգիտեմ, մեր հանրությանը հայտնի են։ Օրինակ, Հակոբ Դեխնավի, Վարդգես Գասպարի եւ այլն։ Նույնն էլ ԱՅՈ-ի կողմից մասնակիցներ, ինչ որ աչքի ընկնելու կամ հենց ձեր բառով բնութագրող արչի ծառայություն են ուզել մատուցել, դրա համար կա քրեորեն, եթե հետապնդելի արար, բնականաբար պատժի են։ Փոխոստիկանապետը սակայն դժվարացավ անուններ հնչեցնել նաև ԱՅՈ-ի կողմից։ Վերադառնալով ընտրացուցակների թեմային, փոխոստիկանապետին խնդրեցինք տոկոսային հարաբերությամբ գնահատել, թե ինչ ճշգրտության ընտրացուցակներ են ունեցել այս հանրաքվեին։ Այո, մի րոպե, 100% ես չեմ ասի, որովհետև 100%-ը դա արդեն իդեալականին մոտ է, իսկ իդեալական ընտրացուցակներ որևէ հասարակարգում դեռևս չկան։ Այսօր ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց ցամաքային անցակետեր ավելացված արժեքի հարկից ազատելու մասին որոշման նախագիծը։ Սա առիթ հանդիսացավ, որպեսզի падգամավորները բարձրաձայնեն հարցը, թե ինչու ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Երևան թռչելուց առաջ չի թույլատրվում օգտվել ԵՏՄ անդամ պետությունների օտանավականներում գործող անմաքս առևտրի կետերից, duty free-ներից։ Մեր համար սկզբունքորեն ընդունելի չի, որ մեր քաղաքացիները այնտեղից մեկնելուց ըստ էության գտնվում են բավական ոչ հաճելի վիճակում, երբ որ ապրանքը կա, ներկայացված է, բոլորն առևտուր անում են, իրենց ասում են, դες չի կարելի առևտուր անել։ Սա հստակ ասվել է, որ սա ընդունելի չի կարող սենց լինել, նաև ներկայացվել է մեր օրինակը, որ մենք լինելով նույն Եվրասիական միության անդամ երկրներում, ըստ էության նույն կարգավորումների շրջանակներում, մենք չենք անում այդ բանը։ Ավելի ուշ ազգային ժողովի падգամավոր Գուրգեն Արսենյանը, ով ժամանակին կողմ էր քվեարկել Հայաստանի Հանրապետության ԵՏՄ անդամակցությանը, քննադատեց միության անդամակցության պատճառով Հայաստանի քաղաքացիների համար ստեղծված այս իրավիճակը, նշելով, որ սա ավելի շատ բարոյական խնդիր է։ Որտեղ երբ որ մենք քաղաքացիներ ներկայացնում ենք ոչ տնտեսական եւ քաղաքական նկատառումներից ելնելով Հայաստանի Հանրապետության անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը ճիշտ ճանապարհ է, լավ ճանապարհ է, իսկ քաղաքացիները իրենց առօրյայում հանդիպում են խնդիրների, այդքան էլ հեշտ չի լինում բացատրել, թե ինչն է առավելությունը, թե ինքը իր գործունեության մեջ ամենօրյա խնդրեմ է տեսնում։ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքումյանից հետաքրքրվեց, թե օրինագիծը, որով նախատեսվում է, որ Հայաստանում անմաքս առևտրի ռեժիմից օգտվեն ոչ միայն օտանավականի տարածքում, այլև ցամաքային անցակետերում գործող առևտրի կետերը, վերաբերում է նաև Արցախի հետ սահմանին։ Արցախի հետ կապված տեղ բավական նուրբ պահ կա, որովհետև մենք Արցախի հետ մեր սահմանին մաքսային ձևակերպումներ չենք իրականացնում, որ սահմանի վրա մի հատ անմաքս առևտրի գոտի իրական նախատեսենք։ Արտեն ելույթների փուլում Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ այն խնդրին, որ Հայաստանում քաղաքացիները չեն կարողանում օգտվել ԵՏՄ անդամ երկրների duty free-ներից։ Ըստ падգամավորի Ռուսաստանը կործանված տնտեսություն ունի եւ Հայաստանին էլ իր հետ կործանման է տանում։ Падգամավորը խոսեց նաեւ Ավետիսյանների ընտանիքին սպանած Պերմյակովից եւ նշեց, որ դեպքը տեղի ունեցել 1 տարի առաջ, սակայն մինչեւ օրս որևէ մեկը դրդապատճառները չի կարողանում բացահայտել։ Դեռ ավելին, այս իշխանավորները, որ իրենց հռչակում են Հայաստանի Հանրապետության նախագահ կամ Հայաստանի Հանրապետության անունից են հանդես գալիս, նույնիսկ ցավակցական խոսք չհղեցին մեր հայրենակիցներին եւ մեզ։ Կխնդրեմ չընդհատեք, մի խանգարեք եւ կանոնակարգ օրենքը մի խախտեք, դուք Գալուստ Սահակյանը չեք հասկանում։ Ես Գալուստ Սահակյանը չեմ, Էդուարդ Շարմազանն եմ, անջատեք խոսափողը։ Անջատեք խոսափողը 45-րդ վացով, ունեմ իրավունք, ըստ էության չեք խոսում։
Նշենք, որ ավելի վաղ մտքերի փոխանակման փուլում Գալուստ Սահակյանը ևս անջատել էր Փոստանջյանի խոսափողը։ Չնայած Փոստանջյանը համառում էր եւ չէր իջնում ամբիոնից, Շարմազանովը խոսափողը չմիացրեց եւ ամբիոնի մոտ հրավիրեց Արծվիկ Մինասյանին, ում ելույթը նախատեսված էր հաջորդիվ։ Չի կարելի, չէ՞։ Ու խեղկատակություն, հա, ինչ է։ Իրար պետքա հարգենք Տիկին Փոստանջյան, 7 րոպե դες այն հետ հավասար մի խոսեք։ Եթե դուք ձեր տունը սովորեք խոսքի ազատությունը եւ ամենաթողությունը տարբեր բաներ են։ Գնացեք ձեր կուսակցությունում մի հատ իրավաբան գտեք, որ այս աշակերտակը ձեզ սովորացնի։ Իսկ հիմա պարոն Մինասյան հավեցեք։ Ես ցանկություն չունեմ ձեզ էլ բանավիճելու։ Դե որ չունեք, գնացեք խելոք նստեք ձեր տեղը։ Պարոն Մինասյան, արի։ Փոստանջյանը համառում էր, Շարմազանովը նույնպես պատճառաբանում էր, թե падգամավորի ելույթը օրակարգից դուրս է եւ առնչություն չունի օրենսդրական փոփոխության նախագծի հետ։ Տիկին Փոստանջյան, սա մանկապարտեզ չի, խնդրում եմ ձեզ։ Ես ոնց ասեմ, հորդորեմ, խնդրեմ, սա ազգային ժողով է, չի կարելի։ Մարդիկ ուղիղ եթերով մեզ նայում են։ Այդ կապրիզները գնացեք ձեր շրջապատում արեք։ Սա ազգային ժողով, հարգեք մեր ընտրողներին, ժողովրդին։ Դահլիճում աշխատող մարդիկ Մինասյան Արծվիկը սպասում է, եկել նստել ես։ Ախր չի կարելի սենց։ Դες դե մնացեք, թող մարդիկ չաշխատեն։ Օգտվեք այն իրավունքից, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ չեք, չեմ կարող ձեզ գրկեմ եւ հրավիրեմ դուրս։ Ինչ անեմ։ Ձեզ հրավիրում եմ դուրս։ Մի հատ ջենտլմեն չկա, հրավիրեք դուրս։ Որոշ ժամանակ սպասելուց հետո Շարմազանովը սկսեց ընթերցել ազգային ժողովի կանոնակարգ օրենքը, ապահովում անելով դրանց 30 րոպե չնախատեսված ընդմիջում հայտարարեց։ ԱՄՆ դեսպանությունն այսօր հայտարարել է, որ շարունակում է հետևել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին։ Դեսպանությունը վերահաստատել է, որ խախտումների համար պատասխանատուների նկատմամբ քննություններն ու դատական կարգով հետապնդումները պետք է լինեն թափանցիկ եւ հրապարակային, որպիսի Հայաստանի ժողովրդի մոտ լինի վստահություն ընտրական գործընթացի անաչառության վերաբերյալ, նշելով, որ լիարժեք եւ թափանցիկ քննությունները եւ դրանց արդյունքների մասին հրապարակումները, նույնիսկ եթե այդ քննությունների արդյունքով քրեական գործեր չեն հարուցվում, կարող են օգնել ընտրական հանձնաժողովին, ազգային ժողովին եւ քաղաքացիական հասարակությանը վերհանել ընթացիկ ընտրական գործընթացների այն ոլորտները, որոնք բարելավման կարիք ունեն։ Հայտարարությունում նշվում է նաև, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից դեսպանության ծրագրերում եւ միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս։ Իսկ առաջիկայի հետ կապված դեսպանությունը վերահաստատում է կոչը Հայաստանի կառավարությանն ու խորհրդարանին ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի առաջարկներին համահունչ նոր ընտրական օրենսգիրք ընդունելու մասին եւ հորդորում է նոր օրենսդրական փոփոխություններն իրականացնել համաձայն միջազգային ստանդարտների, մեծացնելու ընտրական գործընթացների անաչառությունը Հայաստանում։ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչություններում եւ բաժիններում ստացվել է 201 հաղորդում, որոնցով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր եւ արդյունքներով կայացվել դատավարական որոշումներ։ Ստացված 201 խախտումներից 124-ը վերաբերում է Երևան քաղաքում, 77-ը մարզերում տեղ գտած ենթադրյալ խախտումներին։ Դեկտեմբերի 13-ի դրությամբ հարուցվել է 12 քրեական գործ, իսկ 135-ով մերժվել է քրեական գործի հարուցումը։ Ներկա պահին ընթացքի մեջ է գտնվում 49 նյութ։ 12 քրեական գործերից 8-ը հարուցվել է Երևան քաղաքում տեղ գտած առերևույթ հանցագործությունների փաստերով 4-ը մարզերում։ Հարուցված քրեական գործերից 10-ը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 2-ը ընտրական հանձնաժողովների դիտորդների ԶԼՄ ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, նշվում է հաղորդագրությունում։
Որևէ նորություն չի եղել եւ իշխանություններն աշխատել են հին մեթոդներով, ընտրակեղծիքների եղանակով։ Ուղղակի ամեն ինչ շատ ավելի ցինիկ էր եւ բաց։ Գալայի հետ զրույցում կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացին։ Ըստ մեր զրուցակցի, բոլոր փաստերը կան հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու համար։ Այնինչ փոխարենը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները սկսել եւ իրականացնում են առանձին դեպքերի հետ կապված ինչ-որ նախաքննություններ եւ հետաքննություններ, որոնք իրավապաշտպանը ձևական գործընթաց է համարում եւ նշում է, թե դրանք ավելի շատ միջազգային կառույցների համար է արվում։ Ըստ էության հանրաքվեն կեղծվել է, իշխանությունները ստացել են այն սահմանադրությունը կեղծված հանրաքվեի արդյունքում, ինչ սահմանադրություն, որ ցանկանում էին անցկացնել։ Մնացած ամեն ինչ է նախաքննություն, հետաքննություն, քրեական գործեր, սրանք կամ նրան դատապարտում այս կամ այն ժամանակով արդեն ձևական բնույթ են կրում, եւ պետք է ոչ ինձ, ոչ էլ հասարակությանը չհետաքրքրի։ Դա ավելի շուտ միջազգային կառույցների համար է, որպեսզի ասեն, որ մենք այդ տեսեք այս դեպքով կամ այն դեպքով ինչ որ վճիռ ենք կայացրել։ Բայց հանրաքվեն որպես այդպիսին չպետք է ընդունվի հասարակության կողմից, եւ հանրաքվեի արդյունքները պետք է հայտարարվեն բացահայտ կեղծ։ Սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կեղծում են ընտրությունների արդյունքները, ու ըստ իրավապաշտպանի, առաջին անգամ չէ, որ ժողովուրդը ոտքի է կանգնում իր ձայնը քվեն պաշտպանելու համար։ Հիմա էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պատրաստ է ընդվզման։ Եթե այս պահին ու այս ժամին ժողովուրդը փողոցում չէ, դա չի նշանակում, որ փողոց դուրս գալուց հրաժարվել է։ Ելքը վերջին հաշվով լինելու է այն, որ այս իշխանությունները հեռանալու են, եթե ոչ այսօր, ապա վաղը, եթե ոչ վաղը, ապա վաղը չէ մյուս օրը։ Իհարկե նրանք եւ մարտի 1 են իրականացրել եւ պատրաստ են մարտի 1 իրականացնել։ Այրամբ եկած իշխանություն է, նրանց ձեռքերն այլունոտ են, բայց մենք մեր կենսագրության մեջ ունենք փայլուն դրվագներ, շատ ավելի հզոր ու մեծ դիկտատորական ռեժիմներ են կործանվում, այնպես որ հուսահատվելու կարիք չկա։ Արցախի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հանգստյան օրերին Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 280 անգամ, որի ընթացքում տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից եւ նռնականետերից հայ դիշկապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, անհրաժեշտության դեպքում դիմելով պատժիչ գործողությունների, նշվում է Արցախի պաշտպանության բանակի մամլոյցարայության հաղորդագրությունում։ Ռուս-հայկական համագործակցության փորձագետ իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը Գալայի հետ զրույցում անդրադառնալով Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությանը եւ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգին նշեց, թե իրավիճակն առաջնագծում իսկապես շատ տագնապալի է, բայց չի հավատում, որ Ադրբեջանը պատրաստ է մասշտաբային ռազմական գործողությունների։ Ըստ նրա, Բաքվի համար դա կնշանակի իշխող կլանի դարաշրջանի վերջը։ Ադրբեջանի համար հեշտ չէ, անհրաժեշտ է խելացի կերպով սիրաշահել միանգամից 3 լուրջ խաղացողների։ Ավելի շուտ այսպես, առանց Ռուսաստանի աջակցության Բաքվում վաղուց կլիներ այլ նախագահ, Ռուսաստանին եւս պատերազմն Արցախում հաստատ պետք չէ, դա հասկանալի է։ Երկրորդ ասպեկտը պետք է դիտարկել Ադրբեջանի հարաբերությունները Թուրքիայի հետ, այստեղ ամեն ինչ շատ բարդ է։ Ալիևն ու Էրդողանը բարդ հարաբերությունների մեջ են, բայց ստիպված են հրապարակային կերպով ձևացնել թուրքական եղբայրություն։ Իսկ դա տեղի է ունենում 3 պատճառով։ Ադրբեջանը գտնվում է Իսրայելի լուրջ ազդեցության տակ, Թել Ավիվն ունի Ադրբեջանի կարիքը, առաջին հերթին իհարկե Իրանի պատճառով, ընդհանուր առմամբ, որպեսզի հնարավոր լինի նստած մնալ միանգամից 3 տարբեր աթոռների վրա, պետք է աշխուժորեն մանևրել, տալ շատ տարբեր ազդանշաններ։ Հարցին, թե ռուս-թուրքական խորացող ճգնաժամն ինչ վտանգներ է պարունակում հատկապես Հայաստանի համար, փորձագետը կարծիք հայտնեց, որ միանշանակ դա շատ լուրջ ռիսկեր է պարունակում ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Թուրքիան մշտապես եղել է սպառնալիք թե հայերի եւ թե ռուսների համար։ Ինքնաթիռի հետ կապված միջադեպն ուղղակի դենն է դες մեր թուրք գործընկերների դիմակը։ Արդյոք Թուրքիան չէր, որ հրկիզեց Հյուսիսային Կովկասը։ Ցավոք սրտի իշխանությունները մխիթարում էին իրենց բարեկամության եւ համագործակցության խաբկանքով, այնպես որ սկզբունքորեն ոչինչ չի փոխվել։ Վստահ եմ, որ Թուրքիան Հայաստանին փորձում է վատություն անել Ադրբեջանի ձեռքերով։ Չէ՞ որ Անկարայի համար ադրբեջանցի տղաների կյանքի հարցը սկզբունքային չէ։